Տղաս շատ ռոմանտիկ էր նաև։ Բացի այն, որ արդար էր, բացի այն, որ խիստ էր ինքն իր նկատմամբ, բացի այն, որ ամեն ինչ էր նաև շատ ռոմանտիկ էր եւ շատ սիրում էր աղջիկներին։ Եվ դպրոցում ուներ ընկերուհի, այսպես ասեմ, նաև մանկապարտեզից կար, դպրոցում կար։ Եկավ հասավ արդեն նրան, շատ շատերին էր ցույց տալի, ինքը գիտեր իմ ճաշակը որն է, ես ասել եմ, ես ուզում եմ երկար մազերով, սպիտակ, կապուտաչա, սիրուն աղջիկ եմ ասում, որ քո կողքի լինի, Վահագի հայրը կապուտաչա էր, ես անպայման ուզում էի, որ ես թորնիկ ունենամ նաև, այդպես ջիջ կապույտ աչքերով։ Եվ մի օր եկավ ասեց մամ, մի հատ էս նկարը նայի տես հավանում ես եւ ցույց տվեց մի նկար, մի աղջիկ ծովի ափին կանգնած, սենց գեղեցիկ ամառային բաց եւ բայց մազերը սենց փռած արած, ասեց դա սա քուզածը չի, ասի պետք է տեսնեմ, հետո նորից սա սենց նկարն է։ Մեր տուր։ Դե քանի որ հերոս մի կուրսից են եղել, տենց մանկության ընկերներ են եղել, միասին են սովորել, ու ես հիշում եմ, որ հերիս հարսանիքին ես 9 տարեկան էի, բավական 19-20 տարեկան էի, ու ես պետք է եկեղեցում ու տենց անհետացել եմ բոլոր ընթացին ձեռան գալիս ու լավը ու տենց հերվից գալիս եմ Վահագի ձեռքից ինձ տալը պաղ-պաղակ առնելով շատ շփվել ինչև հետո եկավ մի ընթաց որ երկար ժամանակ չհանդիպեցինք հետո արդեն տենց ես մեծացել էի արդեն ուրիշ պատրաստություն տեսա տուն բերեց, երբ որ ներս մտավ, վրազ նայեց աչքերիս էր նայում, ես հավանեցի, թե չհավանեցի, ինչպիսին է նա։ Իհարկե ես առաջի հայացքից հավանեցի, երկուսով սիրում էի իրան, ես ընդամենը մի հարց տվեցի, Հասմիկ ջան, դու սիրում ես Վահագի, ինքը աչքերը լցրեց, արցունքները թափեց, թե ինքը շատ է սիրում, ասեցի, դու ի վիճակի ես նայում եմ քո ձեռքերին, զինվորականի կին լինել, կարող ես, ասեց, բա եւ քերիս է զինվորական եւ եղբայրս կարող ես լվանալ, հագցնել, ես ամեն ինչ կարող եմ անել, մենակ թե ես համաձայնվեմ, ես նույն պահին զենքերս վայր դրեցի Գնացին եւ սիրո պտուղ ունեցան դավահեներ։ Երբ որ Վահես պետք է ծնվեր, ես գնացի Մոսկվա։ Դա իմ երջանիկ գեղեցիկ օրերից էր։ Վահեն ծնվեց մենք։ Այսօրվա նման հիշում եմ։ Մենք չհամբերեցինք։ Ընկերներով գնացինք եւ ընկերները կարողացան ռուսներին համոզեն, որ երեխային բերեն տան ինձ բերեցին ոնց որ Վահագիս տային իմ գիրկասի Վահագն այ այսա դու ես ես քո տղային իմացի որ դու այսպեսին ես ծնվել իրականում իրանք շատ հետաքրքիր մանկություն են ունեցել որովհետև ամբողջ այդ մանկությունը մարզերում է անցել մի անգամ որ Վահագը աշխատանքից տենց հոգնած եկել էր տուն ու իրական զենքը տենց դրած էր տանը, Վահեն մտածում է, որ այդ խաղալիք է, ու վերցնում է դրանով իջնում է բակ։ Տենց բոլորը Վահեն բոլորը տենց խաղում էին ոչ իսկական զենքերով, իրար վրա կրակում շարիկով, իմ զենքը կոտրվեց, տենց է հիշում էի, որ տանը զենք կա, չգիտեմ իսկական է, իսկական չի։ Ոտաղը բարձրացա տուն իսկականը վերցրեցի, երկու ձեռքով կախված զենքից իջել եմ բակ։ Բակում արդեն հասկացամ, որ մեծ տարիքով մարդիկ տեսան կախվել է երկու ձեռքով զենքից, հասկացամ, որ ուրեմն իսկական է, դամվա չէի մեկին հասցրել է։ Վազգենի հետ մի տեսակ կապը լրիվ ուրիշ է, Վահագն միշտ ասում էր տեսնես կգա ժամանակ, որ Վազգենի հետ այդ մանկական լեզվով չենք խոսի էլի։ Ես հիշում եմ, որ շուտ գնում ենք կրակելու Զորամասում, ու հիմա էլի հաճախ գնում եմ կրակելու։ 100 մետրն ես կրակում։ Մոլադեց։ Անցավ ժամանակ, երբ Մոսկվայից վերադարձան, Հասմիկս նորից հղիացավ,
Եվ այսպիսի մի օր ամառային գեղեցիկ անձրևոտ օր, մինչև այդ որոշել էի հայկական ձևով ես մատաղ անեմ։ Որոշեցի, որ անպայման գնանք մեր ապարանի թուխման ու կա այնտեղ մատաղ անելու։ Գնացինք, անձրև ու կարկուտ բռնեց, մենք չէինք կարող նստել այդ մոտում։ Մեն ընդամենը ասեցի Օնիկ ջան, մեքենան քշի, որտեղ արև տեսնես, այնտեղ էլ կգնանք։ Դա հետաքրքիր է, դրա համար եմ ասում։ Օնիկս մեքենան քշեց, հասանք աշտարակ, քշեց ուղիղ ձոր։ Եվ գնացինք, իջանք, կանգնեցինք Վազգենի քարի մոտ։ Դա պատահականություն չի, դա իրականություն է։ Վազգենը ամեն մարտի 1-ին Ալիկիս եւ մյուսների հետ գնում էին թարխունով ձու ուտելու մարտի 1-ը նշելու։ Այդտեղ ուներ իր հուշարձանը դրված է հիմա էլ աշտարակի ձորում իր նկարով իր հուշարձանը կա։ Մենք գնացինք, հասանք այդտեղ։ Երբ որ արդեն ավարտում էինք, պետք է տուն գայինք։ Հասմիկը արդեն մամա ասեց ինձ հասցրու, արդեն ես զգում եմ, որ ցավեր ունեմ։ Եղբայրս նստեցրեց իր մեքենան ու քշեց։ Ուղիղ ծննդատուն։ Գիշերը ծնվեց Վազգենը։ Վագս մինչ այդ որոշել էր, որ եթե ինքը տղա ունենա, անպայման դնելու սպարապետի անունը։ Եվ ծնվելուց հետո երեխային ինքը կոչեց Վազգեն, սպարապետի անվան։ Ամեն կիրակի երաժշտությունը բարձր պետքա միացներ ու բոլորիս արթնացներ, դե ինքը տենց գրաֆիկով սովորել չէ, ժամը 6-ից արթնանա ու մեր համար կիրակի էլ չկա էլի, ու պետքա պարտը դիր ամեն կիրակի ինքը իր ձեռքով Վազգենի լողացներ։ Դե մանկապարտեզ էի գնում, այդ ժամանակ դեռ Շամշադինում էի։ Այնպես էինք կարծել անենք, որ մանկապարտեզ մի քիչ գնայի, դրա տեղը կարող էր Զորամաս գնայի առավոտները։ Առավոտ ժամը 6-ից գնում էինք Զորամաս, հաճախ նենց է ստացվում, որ պապան տուն էր գալիս, ժամը գիշերվա ժամերին տուն էր գալիս, դե Զորամասն ու տունը շատ մոտ էին, ես այնտեղ մնում էի։ Ու քնում էի, դե զորքի համար նախատեսված գնելու բայր կար ու հաճախ լինում էր, որ քնում էի դա։ Բայց հետաքրքիր է, որ ինքը երբեք երեխաների վրա տենց չի բարկացել։ Ես էլ միշտ տենց բանի չարջուհայնի կերպարում ու ինձ ընդհանրապես չէին վախենում, բայց որ Վահագը նույնիսկ չէր գոռում իրանց վրա, ուղղակի տենց մի հայացքից իրաք բանի։ Պապան հայացքներ ուներ, ըստ այդ հայացքների կարող էի հասկանալ, պետք է օխրամանը մոտեցնեմ իրան, թե ջուր տանեմ։ Դաժե այդ հայացքներից լիքը բան կարելի էր հասկանալ իր միմիկաներից, խոսալու ձևից։ Ինքը շատ խիստ էր, բայց արդար էր խիստ ձևի։ Ընդհանրապես շատ էր կենդանի սիրում ու փոքրուց մի հատ տուզիկ շուն ուներ, ինքը սենց շատ անուշ երեխա էր, որ սենց քայլելով գնում էր դպրոցից հատկապես, որ գալիս էր սենց մի վերնաշապիկի մի մասը դուրս եկած, սենց շատ ազարտնի, օրինակ Օնիկը մեր ընկերներ ինքը շատ ակուրատնի էր, բայց Վահագը շատ սենց շատ հավես էր ու այդ եմ հիշում այդ կերպարը, որ տուզիկի հետ գալիս էր, այդ տուզիկն է իր հետևից սենց վազելով գալիս էր, ոնց որ շատ սիրեին Վահագին, որ մեծացավ արդեն բավականին հասուն զինվորական էր, հիշում եմ մի անգամ այդ մեծ շանը բերել էր, իր ոտքը կոտրված էր ու նոր էր լավացել ու շատ մեծ էր այդ շունը, մենակ Վահագին էր լսում ու հիշում եմ, որ մենք պատուհանից նայում էինք, Օնիկը գնաց մոտ, այդ շունը հարթակվեց Օնիկի վրա, հիշում ես, չգիտեմ, ու Վահագի այդ անհանգստություն ինքը մոռացավ, որ իր ոտքը ցավում էր, սենց ոնց սենց թրավ ու այդ շանը սենց բռնեց, որտեվ վարկյաններ հետո կարող Օնիկին չգիտեմ ինչ անել։ Նա որ ասում եմ արիխի չես գալի, Արկես չկպլես է։ Երեկոյան հիմնականում տունը սպորտակում էր դառնում, մարզվում էինք հաճախ, երեքով, ես, պապան, Վազգենը։ Քիչ էլի է։ Մի քիչ էլ մաման։
Ազգենը հիմիկվապես մի քիչ լիքներ ու նիհարելու համար գումար էր պապան տալիս, ինքն նիհարում է։ Ամեն մի կիլոն 1000 դրամ արժեր։ Իմն էլ ուղղակի, որ աչքը մտնեի, շատ էի ավելի մարզվում։ Մենք Զորամաս հաճախ, Զորամասում նաև մարզվում էինք, այնտեղ մարզվելու համար ակումբ կար պատրաստած Զորքի համար։ Զորքի հետ մարզվում էինք, նույնիսկ գալիս էր ինքը Զորքի մեջ հրամանատարներ, ստուգում էր, ով ոնց է մարզվում, շատ ուշադիր էր բոլորիս։ Ու առանձին վերաբերմունք ինձ ցույց չէր տալիս երբեք Զորամասում։ 97 թվականին ես ընդունվեցի Վազգեն Սարգսյանյանը ռազմական ինստիտուտը։ Ես ընդունվել եմ այնտեղ կուրսանտ, Վահագը նշանակվել է մեր կուրսի վրա հրամանատար։ Իրանում են խստապահանջ հրամանատար չեմ տեսել իմ ծառայության ընթացքում, արդեն 27 տարի է ես ծառայության մեջ։ Էդի կպատմեմ, ինքը բայց խստապահանջ էր, բայց հոգատար էր, արդարացի էր ու լավ գիտակսպար էր։ Որ գնում էինք ինչ-որ միտեղ հանգստանալու միշտ ամենաառաջինը որ պետք է մի բան առներ, առնում էր սպորտային ինչ-որ պարագային համար, եղբորս համար։ Ու սպորտի էլ լիքը սպորտն է գրած տարբեր տեսակ, համ լողի, բոքսի, միջև տանը բոքսի ձեռնոցներ ունենք, այն վաղտել միշտ հակնում էր, գալիս էր մեր հետ բոքսեր կպնում, խաղում էինք ու սպորտզալ էր, պարտադիր ուղարկում էր երկուսիս էլ։ Այդ բոքսի ձեռնոցները որ բերել է, շատ է սիրում էր, պարտադիր գալիս էր, ինչքան հոգնած լիներ, պետք է հակնել այդ ձեռնոցները, Վազգենին ստիպում էր, որ հակնի ու տենց պետք է իրար հետ մի քիչ խաղան, այսինքն Ես MMA-ի պարապում եւ kickbox, ասեց արի իրար հետ կպնենք, ասեցի։ Ես հիշեցի։ Ասեցի արի։ Դες ֆիզիկապես շատ լավ է, ծանր էի պարապում այդ ժամանակ։ Մաման ասեց թույլ կկպնես պապայի։ Ասեցի լավ։ Դե կպանք, դե ինքը շատ թույլ էր իմ հետ իրականում կպնում, բայց կեսից չկտրվեց ու հասկացամ, որ Սյոտեկի մի քիչ մեծացել եմ ես արդեն։ Այդ օրվանից հետս կպնելուց արդեն շատ կեկամ վեր կապ։ Դե ինքը շատ տենց խորը հումոր ուներ ու կարար ինչ-որ մի բան հումորով ասել ու աներ ու երկար ժամանակ չբացահայտել էլի, որ դա հումոր է։ Ուրեմն 3 տարի նոյեմբերանում ապրել ենք, ամեն այնտեղ գնալ գալուց դե շաբաթը մի քանի անգամ գնում գալիս էինք մեքենայի մեջ, ուրեմն մի հատված կար, որ դիրքերը, ասենք գրեթե հակառակորդը երևում էր ու ամեն անգամ ինձ ասում էր, ստեղ կրակում են, ստեղից այ հեն այ թուրքերը կանգնած են պարկի ու ես պարտադիր մեքենայի մեջ դե վախենում էի, պարկում էի ու 3 տարի տենց պարկած այդ ճանապարհը անցել են, հետո վերջում բացվեց, որ նման բան չկա, իրականում տենց երև, այսինքն ինքը այդքան երկար ժամանակ ինձ տենց ամենավաղագի սիրած պահը, հիշում ես, որ զատկի տոններ կամ սուրբ ծննդյան տոններ շատ էինք սիրում բրնձով, չամիչով փլավը, օրինակ Հասիկուն շատ համով է պատրաստում ու Վահագը միշտ բոլորին մեր հյուրերին հիշում եք, ասում էր կերեք Հասիկունը պատրաստել, կերեք Հասիկունը պատրաստել։ Իրան հումորը ոչ ոք չուներ, բայց ինձ շատ էր գժվացնում է բաներանը։ Մի անգամ նստած էինք բոլորս միասին, մեկ էլ ասեց դու գիտես, որ Հասիկոն քո մասին վատ բան է ասում։ Պետի բան տեղ չվերեցի, մեկ էլ հեռախոսը վերցրեց, ինչ որ միացրել է ձայնագրություն ու խոսում է իբր ուրիշ աղջկա հետ է խոսում։ Ես էլ ասում եմ Միանին, Հասիկոն լսում է, այդ ինչ ես անում, ինչ գործ ունես։ Ասում է թող լսի ոչինչ, հետո պարզվեց, որ սուտի էր։ Ինքը բացառիկ երաժշտական ընդունակություն ուներ։ Մենք միասին երգում էինք կապույտ էինք ու աչքերը, ծովի պես այդ կապույտ, ու մաման ասում էր Վահագ ջան, ում մասին ես երգում, Հասիկոյի աչքերը կապույտ չի։ Եվ շատ էր սիրում ուրես դու, այդ երգն էր շատ սիրում, նույնիսկ մենք երկձայն, եռաձայն
ու շատ իր սիրած երգերն ուներ, հատկապես ասում էր Բալենին երգի,